կարտոֆիլ լիուլի կլինի, ծիրան ևս, բայց ուշ։ Ձնառատ եղանակի պատճառով գյուղատնտեսական տարվա սկիզբը մոտ 25 օրով հետ է ընկել։ Բնականաբար մեր տեղական կարտոֆիլի բերքը մենք կուրենանք ոչ թե մայիս ամսին, այլ արդեն հունիս ամսին։ Ծիրանենին կսկսենք հավաքել ոչ թե հունիսի կեսերից, այլ հունիսի վերջից։ Փոխարենը նախորդ տարիների ցլտահարություններն էլ չեն կրկնվի։ Ծիրանի լավ բերքը երաշխավորված է։ Հացազգիների համար շատ դրական արդյունք կունենա աշտանացանի համար, գարնանացանը կուշանա, իհարկե այստեղ կտուժվենք, բայց լավ անաստակերի պաշար կունենանք։ Տարին ֆերմերների համար լավ է սկսվել եղանակի, բայց վատ կառավարության հետ հարաբերությունների առումով։ Արտերկրից նոր սորտի սերմեր ներկրելու համար ֆերմերները դրանք պետք է ներկայացնեն գյուղնախարարություն, 80,000 դրամ ամեն սորտի համար վճարեն, փորձարկելու եւ մշակաբույսերի ցուցակում ընդգրկելու համար։ Վերջերս կառավարությունը որոշել էր վերացնել այդ ցուցակը, ինչը լավ արձագանք էր ստացել ֆերմերների շրջանում, բայց գյուղնախարարությունը ըստ Բերբերյանի փչացրեց նրանց տրամադրությունը։ Քանի որ վարչապետը հանձնել է ցանկը բացը, իսկ դա պետք է գնա ազգային ժողով հաստատման, որտեղ օրենքով ընդունվել։ Հիմա գյուղնախարարությունը այս 7 կազմակերպության նոր սորտերի ցուցակ չի հաստատում, չի գրանցում պատճառաբանելով, որ ցանկը բացում ենք։ Հրաչ Բերբերյանը խոստանում է կառավարությունում բարձրացնել այս հացը, ֆերմերների գումարները վերադարձնելու եւ նոր սորտի սերմերի ներկրումը հանրապետություն վերականգնելու համար։